Ռուսական «Գազպրոմը» և Չինաստանի ազգային նավթագազային կորպորացիան սեպտեմբերի 2-ին Պեկինում ստորագրել են հուշագիր, որի համաձայն Մոնղոլիայի տարածքով Չինաստան գազ մատակարարելու համար կկառուցվի Սիբիրի ուժ 2 խողովակաշարը։ Ակնկալվում է, որ մատակարարումները կիրականացվեն 30 տարի ժամկետով տարեկան 50 միլիարդ խորանարդ մետր ծավալով։ Բացի այդ, 2019-ից գործարկված Սիբիրի ուժ խողովակաշարով մատակարարումները տարեկան 38-ից կհասցվեն 44 միլիարդ խորանարդ մետրի, իսկ արևելյան երթուղով տարեկան 10-ից 12 միլիարդի։ Առաջիկայում կվերջնականացնենք Սիբիրի ուժ 2 նախագծի պարամետրերը։ Գազի գնի մասին կտեղեկացնենք լրացուցիչ։ Չինաստան գազի մատակարարման գինն ավելի ցածր է, քան Եվրոպա, քանի որ չինական շուկան Ռուսաստանին ավելի մոտ է, փոխադրումը քիչ ռեսուրսներ է պահանջում։ Եթե նախագիծը կյանքի կոչվի 2030 թվականից Չինաստան ռուսական գազի մատակարարումները կհասնեն տարեկան մինչև 110 միլիարդ խորանարդ մետրի։ Ամենաինտրիգայինն այն է, որ հայտարարվեց իրավաբանորեն պարտավորեցնող հուշագիր ստորագրելու մասին։ Հետաքրքիր ձևակերպում է, սովորաբար հուշագրերը պարտավորեցնող չեն, բայց կարծում եմ չինական կողմի հետ համաձայնեցվել են գործարքի պայմանները, իսկ գազատարը կկառուցվի, երբ ստորագրվի վերջնական պայմանագիրը։ Գործարքի շուրջ քննարկումներն ընթանում են 2000-ականների կեսերից, ըստ չինական և արևմտյան ԶԼՄ-ների համաձայնագրի շուրջ բանակցությունները փակուղի էին մտել, քանի որ Պեկինը ցանկանում էր ցածր գին վճարել և Մոսկվայի ակնկալածից ավելի քիչ գազ գնել։ Տեղեկությունները, թե Չինաստանը Ռուսաստանից պահանջում է գազը վաճառել ներքին շուկայական ցածր գնով, շատ տարօրինակ են, որովհետև Մոսկվան, օրինակ, կարող է գործարքը կնքել և այնուհետև բարձրացնել գինը, սուբսիդավորելով այն սեփական քաղաքացիների համար։ Չեմ կարծում Չինաստանին ու Ռուսաստանին դա պետք է։ Արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ էլ գրում են, որ Սիբիրի ուժ 2-ը ոչ թե իրական գործարք է, այլ քաղաքական ժեստ, հատկապես որ Պեկին-Վաշինգտոն լարվածությունը սրվում է։ Կարծում եմ, Ռուսաստանից գազի գնումների ավելացումը կարող է խորհրդանշական լինել Չինաստանի համար, ցույց տալու, որ Պեկինի և Արևմուտքի դիրքորոշումները տարբեր են։ Չինաստանը նաև փորձում է օգուտներ քաղել, քանի դեռ հակառուսական պատժամիջոցները գործում են։ Պեկինը կարծում է, որ «Գազպրոմը» բանակցային վատ դիրքում է։ Քաղաքական այլ ասպեկտ էլ կա։ Ինչու Չինաստանը երկար ժամանակ չէր ստորագրում այս պայմանագիրը։ Պեկինը կարծում էր, որ պետք է գազը տարբեր մատակարարներից գնի, սակայն այժմ ավելի հրատապ է դառնում մատակարարումների անվտանգության հարցը։ Մտավախություն կա, որ ինչ-որ պահի Վաշինգտոնը կփորձի ռեսուրսների քաղց առաջացնել Չինաստանում։ Չինաստանը ներկայումս տարեկան սպառում է ավելի քան 400 միլիարդ խորանարդ մետր գազ, դրա մոտ 60%-ն ապահովվում է ներքին արտադրության, իսկ 40%-ը ներմուծման հաշվին։ Չինաստանը հեղուկացված բնական գազը ստանում է Կատարից, Ավստրալիայից, Ռուսաստանից, Մալայզիայից եւ այլ երկրներից։ Կատարի եւ Ռուսաստանի հետ գործակցությունը կշարունակվի, սակայն Ավստրալիայի եւ Մալայզիայի հետ կապված կանխատեսումները ցույց են տալիս, որ 2030-ականներին ներքին պահանջարկի աճի եւ ռեսուրսների սպառման պատճառով արտադրության և արտահանման անկում կգրանցվի, հետևաբար Պեկինը ստիպված է փնտրել գազի նոր աղբյուրներ։ Սակայն կարծիք կա, որ Ռուսաստանն է փորձում նախապատրաստվել եվրոպական շուկայի կորստին, քանի որ Եվրոպան մտադիր է 2027 թվականից լիովին հրաժարվել ռուսական էներգակիրներից։ Եվրոպա մատակարարումները զգալիորեն նվազել են։ 2021 թվականին մինչև 160 միլիարդ խորանարդ մետր էր, 2025 թվականին արդեն մինչև 17 միլիարդ է լինելու։ Որոշակի բացասական ազդեցություն կա, բայց ծավալներն այնքան փոքր են, որ դա էապես չի ազդի Ռուսաստանի բյուջեի վրա։ Հուշագրի ստորագրումից 2 օր անց Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանի հեռավոր արևելքում գազի դեֆիցիտ է սպասվում և կարելի է անցնել ածխի, ինչը սակայն ըստ փորձագետների հետ քայլ է։ Մամուլում լուրեր տարածվեցին, որ դեֆիցիտը կարող է սպառնալ ամբողջ դաշնությանը, ուստի Սիբիրի ուժ 2-ն էլ կարող է հարցականի տակ հայտնվել։ Հեռավոր արևելքում իսկապես գազի պակաս կա, բայց այն չի սպառվում, ուղղակի պահանջարկն է աճում, որովհետև տարածաշրջանը արագ է զարգանում, սակայն Ռուսաստանում գազի ընդհանուր ծավալների և Սիբիր 2-ը լցնելու խնդիր չկա։ 2025 թվականի ապրիլին հաստատվել է մինչև 2050 թվականը Ռուսաստանի էներգետիկ ռազմավարությունը, որի համաձայն արդյունահանման ներկայիս տեմպերով դաշնությունն ապահովված կլինի գազով 100 տարի։ Ռուսաստանում գազի պաշարները կազմում են 63.4 տրիլիոն խորանարդ մետր։ Ոլորտի մի շարք փորձագետներ պնդում են, որ դաշնությունը ոչ թե էներգառեսուրսների պակաս ունի, այլ պատժամիջոցների և առաջադեմ տեխնոլոգիաներին հասանելիության պակասի պատճառով բախվել է արդյունահանման խնդրի։
Надо разделить газовую и нефтяную составляющую. Հարկավոր է առանձնացնել գազը եւ նավթը։ Գազի դեպքում դա առանձնապես խնդիր չէ, քանի որ արդեն մշակված հանքավայրեր կան, արդյունահանման ծախսերը ցածր են։ Այս խոսակցությունների ֆոնին հարց է ծագում, արդյոք ստեղծված իրավիճակն ինչ-որ կերպ կարող է ազդել Հայաստան գազի մատակարարումների վրա։ Нет, Ոչ, Հայաստանին վաճառվող գազի ծավալների հետ կապված խնդիր չկա։ Փորձագետի խոսքով այդ ծավալները մեծ չեն, իսկ Գազպրոմը շահագրգռված է շարունակելու համագործակցությունը։ Դիանա Գասպարյան, լուրեր։